մարդը երբեք չի հասկանա, որ վատնում է իր ժամանակը։ Իրեն թվում է, որ շատ կարևոր գործեր է անում, բայց ամենակարևորը թողել է հետոին։ Բայց արդյոք այդ հետոն կգա, բայց կհասցնի, իսկ կհասկանա, որ երբ է այդ վերջին հետոն իր կյանքում, միթե չենք վատնում մեր ժամանակը, իսկ ինչու հենց սկզբից չընդունենք մեր կյանքի կարևորագույն որոշումը, որ մեր կյանքը ապրենք իմաստալից։ Բայց դու սիրելի Աստծո մարդ, որ ամեն մի օրդ ապրում ես Աստծո հետ, չէ որ զգում ես, որ կյանքի յուրաքանչյուր ընթացքիդ մեջ Աստծո ձեռքը քո հետ է։ Զգում ու տեսնում ես բաներ, որոնք ի զորու չէ բոլորին։ Իսկ աշխարհիկ մարդը նայում է քեզ ու մտածում. շեղված, ուղեղը լվացված այնինչ, դու որ Աստծո զավակ ես դարձել, տեսնում ես ավելին, զգում ավելին, ու իմաստությամբ լցված հասկանում ավելին, որովհետև Աստծո խոսքը քեզ հղկում է, սնում, լիցքավորում, որ ամեն մի պարագայում ունենաս խոսք ու որոշում։ Կարողանաս փոփել ու մխիթարել, կարեկցել ու օգնել, բժշկել ու ազատագրել։ Որովհետև երբ Աստծո որդուն ընդունեցիր, տրվեց քեզ օծություն ու զորություն։ Դու զինվոր ես չարի ու բարի մարտի մեջ, զինվոր լույսի ու աղի, ավետիսի ու վերափոխման, որ քո ճշմարտության սուրը պարզած գնաս առաջ, մարտնչես ու հաղթես, ու ամեն մի նոր տարածքի վրա կանգնեցնես Հիսուսի դրոշը։ Թող դատարկվի դժոխքը, թող փրկվեն հոգիներ, թող բացվի քո առաջ նոր ասպարեզներ, ուր որ հայտնվես, թող քոնը լինի հաղթանակը, Հիսուսի անպարծ զինվոր խաղաղություն քեզ։